Բանախոսներ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Մենք այսօր խոսելու ենք առողջության ապահովագրությունից բխող սոցիալական փաթեթի ծրագրի փոփոխություններից։ Խնդրեմ հարգելի բանախոսներ, խոսքը ձերն է, ներկայացրեք թե ինչ փոփոխություններ են սպասվում։ Երևի ձեզնից սկսենք։ Այո։ Դե ինչպես գիտենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջության պարտադիր ապահովությունը տարածվում է նաև սոցփաթեթի շահառուների վրա առաջին փուլով։ Կուզենամ ասել, որ սոցփաթեթի շահառուների համար մենք կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ, դրանցից ամենակարևորը, որ սոցփաթեթի շահառուները ստանալու կամ օգտագործելու համար իրենց գումարը պարտադիր չի, որպեսզի անցնեն բժշկական կանխարգելիչ հետազոտությունը, դա առաջին կետ է։ Երկրորդ կետը ուզում եմ տեղեկացնել, որ 201,000 եւ ավել ստացող սոցփաթեթի շահառուները կարող են մեկ անգամ դիմում գրել իրենց գործատուին եւ իրենց հասանելիք ամսական 6000 դրամը եւս փոխանցել որպես ապահովագրավճար, ինչպես գիտենք 201,000 դրամ ստացող եւ ավել շահառուների կողմից մասամբ ապահովագրավճարը սուբսիդավորում է պետությունը, այսինքն սուբսիդավորում է զինապահից, այսինքն 5500-ի փոխարեն 4500-ը ուղղվելու է հիմնադրամին, ու եթե սոցփաթեթի շահառուները մեկ անգամ դիմում են գրում գործատուին եւ 6000 դրամը եւս ուղղվում է դեպի հիմնադրամ եւ իրենց աշխատավարձից գանձվելու է ընդհանուր 300-ական դրամ։ Դա է ամենակարևոր բարեփոխումներից մեկն է, հակուզեն է ավելացնել, որ այն մարդիկ, ովքեր որ ստանում են 200,000 եւ ավելի քիչ աշխատավարձ, նրանք շարունակելու են բուժումը անցնել իրենց բժշկի միջոցով, այսինքն սոցփաթեթի շահառուները դեռ, այսպես ասած, սպասարկում են սոցփաթեթի շրջանակներում։ Այդ բարեփոխումը նախատեսվել է արդեն երկրորդ փուլով, որպեսզի նրանք եւս դառնան պարտադիր ապահովագրված անձ։ Շատ լավ, հիմա այստեղ մի բան հստակեցնենք։ Եթե անձը առողջության ապահովագրության շահառու է, այսինքն 200,000 եւ ավելի դրամ աշխատավարձ է ստանում, եւ սոցփաթեթի շահառու է, 6000 դրամները փաստացի պետությունը չի սուբսիդավորում նման դեպքում։ Տեսեք ոնց է աշխատում, այսինքն ստացվում է այսպես, որ եթե դու սոցփաթեթի շահառու ես, այդ 6000-ական դրամը, որը դու սոցփաթեթի շրջանակում ստանում ես, դու որոշում ես դա ուղղես դեպի ոնց կար նախկինում հիպոթեք, հանգիստ, թե ուղղես դեպի ապահովագրավճարը։ Եթե դու այդ 6000-ական դրամը չես ուղղում ապահովագրավճարը դեպի, ստացվում է, որ քեզանից քո այսպես ասած աշխատավարձից ավել գանձելու են այդ 6000 դրամը։ Այսինքն այն մարդիկ, ովքեր համարվում են սոցփաթեթի շահառու, իրենց համար 6000-ը պետությունը չի սուբսիդավորում, տալիս է իրենց սոցփաթեթի շրջանակներում, տնօրինությունը արդեն իրենցն է։ Կուզեն կամավոր դիմում կգրեն գործատուին, կուզեն ոչ։ Շատ լավ։ Սոցփաթեթի շահառուները մինչ ապահովագրության ուժի մեջ մտնելը տարեկան մեկ անգամ պարտադիր գնում բուժզննում էին անցնում, հա։ Հիմա քանի որ սոցփաթեթի միայն այդ 72,000-ի բաղադրիչն է մնում, առողջապահականը դուրս է գալիս եւ ինքը դառնում է առողջության ապահովագրության համակարգի մասնակից, ինչ է ստացվում նոր ապահովագրության արկայության պարագայում քաղաքացին ունի հնարավորություն այդ տարեկան մեկանգամյա բուժզննումը անցնելու։ Նայեք, այստեղ ես սկզբից դա նշեցի, որ ըստ իս ամենակարևոր բարեփոխումներից մեկն էլ էր, որ դա եւս կամավոր, այսինքն եթե դու ուզում ես այդ գումարը ստանալ կամ օգտագործել, պարտադիր չի, որ դու անցնես այդ քո կանխարգելիչ բուժօգնությունը, այսինքն դա եւս ոնց որ համակարգի ճկունությունն է, որ դա սոցփաթեթի շահառուն է որոշում, արդյոք նա ուզում է անցնել, թե չանցնել, այսինքն չենք պարտադրում դու անցի պարտադիր կանխարգելիչ այդ բուժզնումը, որպեսզի ստանաս գումար։ Եթե ցանկանում ես կարող ես ասել, եթե չէ, առանց դրա արկայությանն էլ բանկերը տեղեկացված են, որ գումարը տրամադրեն արդեն շահառուներին։ Դա մինչև 200,000 դրամ ստացողներին է վերաբերում։ Չէ, դա բոլոր սոցփաթեթի շահառուներին է վերաբերվում։ Բայց չէ, որ 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողն արդեն իսկ դառնում է առողջության ապահովագրության մասնակից, ինքը սոցփաթեթով կարող է կամավորության սկզբունքով գնալ տարեկան բուժզննում։ Նայեք, եթե ինքը դառնում է արդեն ապահովագրության շահառու, ինքը արդեն այստեղ ստացվում է իր ապահովագրական փաթեթի շրջանակներում է գնալու եւ բուժզնումը անցնի։ Իմ ասածը նա է, որ եթե դուք ուզում եք այդ սոցփաթեթի գումարը ստանալ անկախ ձեր աշխատավարձի չափից, դա պարտադիր չէ, առաջ թե
ենթադրում պարտադիր նախապայմաններ։ Հիմա այդ պարտադիր նախապայմանը դուրս է եկել։ Մինչև 200,000 դրամ ստացող աշխատավարձ ստացող շահառուները իրենք էլի ցանկության դեպքում կարող են գնալ, կարող են չգնալ, 201,000 ավելին արդեն գնում է ապահովության փաթեթի շրջանակներում իր տարեկան այդ բուժզնման անցումը։ Հիմա ապահովության փաթեթի շրջանակում տարեկան բուժզնումը պարտադիր է, քաղաքացին պետք է գնա մի հատ ամբողջական բուժզննում անցնի։ Դա պարտադիր է, եթե ուզում եք փաթեթը ակտիվ լինի, պարտադիր է։ Նայեք, հակասությունը ես հասկացա ինչումն է։ Նայեք, եթե դուք ուզում եք ոնց որ եկեք տարանջատենք փաթեթի ակտիվությունը եւ սոցփաթեթի գումարը։ Եթե դու ուզում ես քո սոցփաթեթի գումարը ստանաս, պարտադիր չի դու գնաս անցնես բուժզնում։ Բայց եթե դու ուզում ես որ ապահովագրական քո փաթեթը գործի, այո, պարտադիր է, որպեսզի դու անցնես բուժզնում։ Դրանք երկուսը ոնց որ տարբեր կոմպետենտի ինստիտուտներ են, մեկը մյուսի հետ չի խաչվում։ Հասկացա։ Եթե գանգատներ չունենք, նման պարագայում եւս կարող ենք գնալ սովորական բուժզննում, ոնց որ սոցփաթեթի շրջանակում ժամանակին գնում ենք, այսինքն պարզապես զանգում ենք մեր պոլիկլինիկա, ասում ենք, որ առողջապահության ապահովության փաթեթի շրջանակում կարող եք անգամ չգնալ։ Գնում եք, իրանք ձեզ արդեն նույնակ ասում են, իրաց մոտ արտացոլվում է։ Դուք ուղղակի այց եք գրանցում։ Ձեր, նայեք, թե փաթեթի շրջանակներում են, էլի, սա կարող մի բարեփոխում կազմից, որ պարտադիր առաջնային օղակը, եթե դա չի վերաբերվում շտապ անձգելի դեպքերին, առաջին օղակով դուք պարտադիր պետք է գնաք ձեր տեղամասային բժիշկի մոտ։ Մենք գնում ենք մեր տեղամասային բժիշկի մոտ, հայտնում ենք մեր գանգատները, ինքը տրամադրում է մեզ բաց ուղեգիր, եւ մենք ինքներս ընտրում ենք հետագայում որ բուժ հաստատությունում, որ մասնագետի մոտ շարունակենք մեր արդեն նեղ մասնագետի այդ զննումը։ Տեսեք, դուք ասում եք ներկայացնում եք մեր գանգատները։ Ես խոսում եմ այն մասին, երբ ես գանգատ չունեմ։ Հա, գնում եք ուղղակի զննման։ Ուղղակի գնում իմ բուժզննումը անցնում։ Ուղղակի հերթագրվում եք եւ գնում եք։ Շատ լավ։ Իսկ սոցփաթեթի շրջանակում մենք ունենք որոշակի այսպես դրույթներ, հա, արյան անալիզի հետ կապված, սոնոգրաֆիա եւ այլն։ Հիմա առողջապահության ապահովության մասով այդ շրջանակը ինչպիսին է, առանց գանգատի զուտ զննման մասին է խոսքը ընդհանուր։ Նայեք, մենք էլի խոսում ենք տարեկան բուժզնման մասին, ճիշտ է։ Տարեկան բուժզնման այդ ձեր ասած այդպես այսպես անալիզի կետերը, այդ արյան, ճնշում ու այդ մնացած էլի, այդ ամեն ինչը հրապարակային ցանկը, թե ինչ բուժզնումներ պետք է անցնենք, այդ ցանկը հրապարակային կա, դրանքից անգիր չեմ կարող ասել, թե որ անալիզներն են այդ ցանկի մեջ մտնում, բայց բուժզնումը ընդհանուր առմամբ չի փոխվել։ Այսինքն այդ կանխարգելիչը իր մեջ ներառող անալիզների մասով դա ընդհանուր առմամբ չի փոխվել։ Ուղղակի անգիր չեմ կարող ասեմ, թե ինչ կետեր են մտնում, բայց թե նախարարության կայքում, թե հիմնադրամի կայքում այդ ամեն ինչը հրապարակային կա, էլի թե որի մեջ ինչ կոնկրետ անալիզներ եւ ոնց որ ցանկը կա էլի հրապարակային։ Շատ լավ, խնդրեմ պարոն Սարգսյան, ձեր մասով ինչ կներկայացնեք։ Շնորհակալություն, քանի որ